Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր բազմաթիվ կարևոր հարցերի ենք անդրադառնալու Հայաստանից մինչև ռուս-ուկրաինական բանակցություններ Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, այս հարցերը լինելու են մեր ուշադրության կենտրոնում։ Նախքան հաղորդումը սկսելը անպայման հիշեցնեմ նաև լայքերի համար շատ արագ, ինչպես նաև բաժանորդագրվեք, շատ կարևոր է բաժանորդագրումը, լայքեք, բաժանորդագրվեք և մեկնաբանեք մեր ալիքը, դա չափազանց կարևոր է մեր հաղորդումների արագ տարածման համար և հաշվի առնելով այն, որ մենք պետականամետ հայրենանվեր շատ կարևոր գործ ենք իրականացնում, դա էլ ձեր կողմից կլինի շատ կարևոր և սիմվոլիկ աջակցություն մեր ալիքին։ Սկսենք նրանից, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին ես ասում էի, որ փետրվարի 19-ին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության վարչապետը կմասնակցի Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին, Թրամփի կողմից նախաձեռնված, հիմնական թեման Գազան է, պարզ է, բայց շատ կարևոր է, որ Հայաստանը մասնակցում է այդ ֆորմատով և դա կարծում եմ մեզ համար ապագայում մեծ կարևորություն կունենա։ Միշտ էլ առիթ կա և հնարավորություն կա հանդիպել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հետ և թեկուզ և կարճ, բայց շատ կարևոր քննարկումներ ունենալ, որը որ չի կարող չազդել դրական Հայաստանի ճակատագրի վրա, Հայաստանի ապագայի վրա։ Այդպիսի կոնտակտների ժամանակ շատ կարևոր կապեր են ստեղծվում, շատ կարևոր կապեր են ձևավորվում, որոնք որ կարող են միլիարդավոր ներդրումներ բերել Հայաստան, ինչպես նաև ամրապցնել Հայաստանի անվտանգությունը, թե ուղիղ ձևով և թե այլ ձևերով, ինչպես նաև օգնել ամրացնել, ամրապնդել Հայաստանի ինքնիշխանությունը։ Այսինքն դա այն կարևոր այցերից է, այս այցը, որով որ Հայաստանը նոր և մեծ հնարավորություններ է ստանում։ Սա շատ պարզ է։ Նույնիսկ հասարակ մարդկանց միջև կապերը, երբ որ շատ են լինում, կամաց-կապաց այդ կապերի վրա արդեն հիմնվում է իրենց հարաբերությունների շենքը։ Այդպես էլ նաև Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պարագայում։ Անցնենք մնացած կարևոր հարցերի քննարկմանը, հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում նաև հայ առաքելական եկեղեցու շուրջ և փաստացի իշխանություն, եկեղեցի կամ հոգևորականներ, եկեղեցի, սրբազաններ այդ դերսի բարեփոխման վեճը տեղափոխվել է դատարաններ, անկեղծ ասած ես չէի մտածում այս մասին, բայց հիմա պարզ է, որ դատարաններ այս հարցը տեղափոխվում և դատարանները շատ կարևոր լուծում են տալիս։ Մենք նախորդ հաղորդումների մեջ խոսեցինք, թե որքան կարևոր որոշում է կայացրել դատարանը Կտրիշ Ներսիսյանի մասով, և դա առաջին որոշումը չէր փաստացի, և մենք ունենք ահա նաև նոր որոշում Տեր Արամի մասով և փաստացի եկեղեցու կողմից, կամ ավելի ճիշտ և կոռեկտ ասենք, Կտրիշ Ներսիսյանի կողմից կարգալույծ հռչակված քահանաները վերականգնվում են իրենց պաշտոններին և Տեր Արամը վերականգնվել է իր պաշտոնին մինչև դատարանի վերջնական որոշումը կայացվի։ Սա շատ կարևոր իրադարձություն է և իրադարձություններ են և մենք սրանով կարող ենք ենթադրել, որ ապագայում բազմաթիվ հարցեր եկեղեցու շուրջ հնարավոր կլինի լուծել դատարանի միջոցով, դատական իշխանության միջոցով։ Սա միայն ուրախացնում է։ Կարևոր է նաև նշել, որ երեք շատ կարևոր պատվիրակություն կար Եվրամիության կողմից Հայաստանում և ընդունել է այդ պատվիրակության ներկայացուցիչները, ինչպես Նիկոլ Փաշինյանը, այդպես էլ նաև այլ պաշտոնյաներ են ընդունել, և ահա այսպիսի այցերը չափազանց կարևոր են նաև ընտրություններից առաջ։ Գիտեք, Հայաստանում հիմա մինչև ընտրությունները բազմաթիվ հետաքրքիր մեծ իրադարձություններ են տեղի ունենալու և դրանցից մեկը եվրոպական քաղաքական համայնքների հերթական հավաքն է, որը որ տեղի կունենա Հայաստանում։ Ես կարծում եմ դա շատ կարևոր աջակցություն է Հայաստանի իշխանություններին ընտրություններից առաջ։ Իրականում ընտրությունների վրա
շատ մեծ շեշտ է դրել նաև Ռուսաստանի Դաշնությունը, մենք տեսնում ենք ամեն օրվա ռեժիմով թե ինչ է տեղի ունենում, տարբեր դաշինքներ, պրոռուսական ուժերի կողմից եւ իրենք արդեն չեն թաքցնում նույնիսկ որ ուզում են Գյումրի սցենարը իրականացնել Երևանում եւ անվանում են դա որպես Գյումրի 2, ոչ թե Երևանում, այլ ամբողջ Հայաստանում իրականացնել այդ սցենարը եւ դրանով իսկ գալ իշխանության։ Ես հույսով եմ, որ Հայաստանի իշխանությունները այդ ամենը հաշվի առել են եւ շատ մեծ եւ կարեւոր քննություն ունի մեր ժողովուրդը տալու եւ դրանից հետո արդեն նոր պարզ կլինի Հայաստանում կլինեն այդ մեծ ներդրումները Ամերիկայի Միացյալ Նահանգներից, թե չեն լինելու։ Թրիփը իրականանա, թե չի իրականանա։ Ամերիկյան տեխնոլոգիաները մուտք կգործեն Հայաստան, թե չեն մուտք գործի։ Ռազմաքաղաքական անվտանգային նաև համագործակցությունը որքանով կխորանա Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Նույնն է նաև Եվրոպայի պարագայում։ Այսինքն ինչ հնարավոր է անել Հայաստանի իշխանությունները մեծ հաշվով արտաքին քաղաքականության մեջ արել են։ Ներքինի մասին չխոսենք, ներքինի մասով ես էլ ունեմ որոշ կարծիքներ եւ դժգոհություններ եւ վատ գնահատականներ, բայց արտաքին քաղաքականության առումով շատ կարեւոր աշխատանք է կատարվել եւ նաեւ Եվրամիությունը իր հերթին շատ դրական է արձագանքել Հայաստանի Հանրապետության իշխանությունների քաղաքականությանը իրենք էլ կողմ են եղել, որ Հայաստանի եւ Եվրամիության մեջ հարաբերությունները շատ խորանան, աննախադեպ ձևով խորացում են նկատվում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ էլ չասեմ։ Եվ ելի մի շարք բազմաթիվ երկրների հետ, գիտեք դուք լավ, այս մասին մենք միշտ խոսում ենք, կնքվել են շատ կարևոր փաստաթղթեր, ռազմավարական համագործակցության փաստաթղթեր։ Սա նշանակում է, որ Հայաստանը դարձել է վերջապես անկախ պետություն եւ ինքնուրույն կարող է կնքել ռազմավարական հարաբերությունների փաստաթղթեր տարբեր երկրների հետ։ Ինչը չկար 30 տարի, քանի որ ոչ ոք թույլ չէր տալիս Հայաստանին նման պայմանագրեր ստորագրել այլ երկրների հետ։ Այդ երկրներն էլ նույնպես չէին ցանկանա ստորագրել Հայաստանի նման պետության հետ, որը որ չուներ փաստացի ինքնիշխանություն, այսինքն կար որպես անկախ պետություն, բայց իրականում ղեկավարվում էր դրսից։ Հիմա դրա համար եմ ասում շատ կարևոր քննություն ունի տալու հայ ազգը եւ հայ ժողովուրդը եւ այս ընտրությունները շատ կարևոր են լինելու այդ առումով։ Հիմա սիրելի հայրենակիցներ առաջարկում եմ խոսել թե ինչ է տեղի ունենում աշխարհում, իսկ աշխարհում շատ բուրըն իրադարձություններ են տեղի ունենում, միանգամից երկու բանակցություններ, ինչպես արդեն նշեցի, Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև եւ Իրանի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև։ Սկսենք երևի թե Իրանից, Ժնևում շատ կարևոր հանդիպում տեղի ունեցավ իրանական եւ ամերիկյան կողմերի միջև, բազմաթիվ հարցեր են քննարկել, իրանական կողմի տեղեկություններով Իրանը չի հրաժարվելու ուրանի հարաստացումից։ Նրանց բացի Իրանը պահանջում է, որպեսզի պատժամիջոցները հանվեն երկրի վրայից։ Այդ նույն ժամանակ Axios-ը տեղեկացնում է, որ Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ կան չլուծված հարցեր։ Թեհրանը 2 շաբաթվա ընթացքում կներկայացնի նոր առաջարկներ։ Այդ հանդիպումներին է արձագանքել նաեւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին, նա էլ ասել է, որ բազմաթիվ հարցերի շուրջ փոխադարձ ըմբեռնում անցալում է նկատվել, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսել են անցալել Իրանի դիրքորոշումը, ինչպես նաև Իրանը Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ թեթև ինչ որ առաջընթաց կա, փաստացի այս մասին փաստում է նաև Աբբաս Արաքչին եւ հիմնական հարցերի հարցը Իրանի ատոմային ծրագիրն է։ Բայց շատ կարևոր հայտարարություն է արել այսօր նաև J.D. Vance-ը, ամերիկյան հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում, ասելով, որ Թրամփը ունի կարմիր գծեր Իրանի հարցով, որոնցից որ չի պատրաստվում հրաժարվել, այսինքն բանակցությունների ժամանակ չի պատրաստվում այդ կարմիր գծերից հրաժարվել Դոնալդ Թրամփը։ Եվ հետաքրքիր այլ կարևոր իրադարձություններ,
մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը հիմա Հորմուզի նեղուցում սկսում են շատ կարևոր լուրջ ուժի ցուցադրական զորավարժություններ։ Եվ դրա համար նաև Հորմուզը փակվում է, գիտեք, եթե փակվում է, շատ մեծ խնդիրներ է ստեղծվում բազմաթիվ երկրների համար։ Եվ այդտեղ է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների կարևոր ավիակիրներից մեկը Ավրահամ Լինկոլնը, Ջերարդ Ֆորդը կարծում եմ դեռևս չի հասել տարածաշրջան, այսինքն հասնելու վրա է։ Այնտեղ են գտնվում նաև ամերիկյան բազմաթիվ նավեր, ու ահա այդ բարդ պայմաններում Իրանը, Չինաստանն եւ Ռուսաստանի Դաշնությունը անցկացնում են զորավարժություններ։ Ծովային անվտանգության գոտի 2026 զորավարժությունները։ Այս մասին հայտարարել է իմիջիայլոց նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը։ Եվ դա էլ վերջը չէ, սիրելի հայրենակիցներ, շատ կոշտ հայտարարությամբ է հանդես եկել նաև Իրանի հոգևոր առաջնորդը Ալի Խամեյնին ասել է, որ այն պնդումները, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների զորքը ամենահզորն են աշխարհում, բայց ամենահզոր զորքերն էլ ուժեղ զորքերն էլ կարող են կարել խայտարակ պարտություններ, փաստացին ասում է, որ մենք կարող ենք խորտակել ձեր ավիակիրը այդքան սարսափելի չէ, որքան մեր զենքը, որով որ կարող ենք մենք խորտակել ձեր ավիակիրը եւ նույնիսկ այդպիսի մեծ հզոր բանակները մեկ ստանում են այնպիսի հարված, որից որ չեն կարողանում ուշքի գալ։ Եվ վերջում նա ավելացնում է նաև այն, որ դուք չեք կարող ոչնչացնել իսլամական պետությունը։ Սա փաստացի բավականին լուրջ սպառնալիք է Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Մենք մի կողմից տեսնում ենք, որ Աբաս Արաքչին ասում է, որ առաջընթաց կա, Axios-ի տեղեկություններով ասում է, որ առաջընթաց կա, բանակցությունը ճիշտ է աննշան, եւ երկու շաբաթից կարող է նոր բանակցություններ կարևոր տեղի ունենան։ Կա խոսք նաև այն մասին, որ քանի որ հիմա մահմեդականների մոտ տոն է, բոլորն են հիմա դրա մասին խոսում, մեկ ամսով արաբական երկրները խնդրել են հետաձգել հնարավոր հարվածը Իրանի ուղղությամբ։ Թրամփն էլ ասում էր, չէ, որ հնարավոր է մարտի կեսերին ինչ որ բան տեղի ունենա Իրանի շուրջ եւ հասնեն պայմանավորվածությունների, բայց ես Թրամփից ամենից սպասում եմ եւ համոզված չեմ, որ Թրամփը կսպասի մեկ ամիս։ Տեսնենք, կարող է սխալվում։ Այս ամենի մասին է վկայում նաև այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր մեծամասշտաբ եւ այլ տեսակի ինքնաթիռներ են բերում Մերձավոր Արևելք։ Այսինքն այնպիսի ուժեր են հիմա արդեն կենտրոնացել Ամերիկայի Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում, որը որ չկար Իրաքյան պատերազմի ժամանակ։ Այս մասին մենք նույնիսկ խոսում էինք մի 7-8 օր առաջ, բայց էլի նոր զինատեսակներ, բազմաթիվ նոր ինքնաթիռներ, նոր ավիակիրներ բերվում են Մերձավոր Արևելք։ Եվ դժվար է պատկերացնել, թե այդ ուժը, ռազմական ուժը չի կարակելու։ Ես կարծում եմ, որ հավանականությունը բավականին մեծ է, որ պատերազմը այնուամենայնիվ տեղի ունենա։ Հիմա մի քանի բառով անդրադառնանք բանակցություններին, որոնք որ տեղի ունեցան Ուկրաինայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև, շատ տեղեկություններ չկա, բանակցությունները տևել են 4 ժամ ու կես, նույնիսկ Axios-ը գրում է, որ բանակցությունները խցանվել են, ոչ մի նորմալ առաջընթաց չկա։ Զելենսկին ասում է, որ լավ կլինի հանդիպում տեղի ունենա Վլադիմիր Պուտինի հետ եւ հանձնարարել է, որպեսզի այդպիսի հանդիպում փորձեն կազմակերպել։ Եվ դրանից բացի Զելենսկին ասում է, որ Ուկրաինայի ժողովուրդը դժվար թե ընդունի այդ գաղափարը, որ պետք է Դոնբասից դուրս գա Ուկրաինայի զորքը։ Հիմնականում այսքան այս բայ դրությամբ Ուկրաինայից կարծում եմ դեռ մենք տեղեկություններ կունենանք, բայց առավոտյան շուտ, ահա, սա է մեզ հայտնի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև տեղի ունեցած այդ բանակցություններից։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, շատասություն հանդիպենք։